Օրերս զանգվածային լրատվության միջոցներն անդրադարձել էին սեպտեմբերի 25-ին Խոսրովի արգելոցի Կաքավաբերդ կոչվող հատվածում անհայտ անձանց կողմից կատարված ապօրինի որսագողության դեպքին։ Կարմիր գրքում գրանցված կենդանիների Կովկասյան արջի և Բեզոարյան այծի որսագողության դեպքը հասարակական լայն հնչեղություն ստացավ։ Այս արտառոս դեպքի բացահայտմանն ուղղված աշխատանքները անապահ սկսվեցին և առաջին իսկ օրվանից ոստիկանության պետի անմիջական հսկողության տակ էին։ Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 294 հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արարատի մարզային վարչությունների ու արտաշատի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակ անց սեպտեմբերի 29-ին հանցագործությունը բացահայտվեց։ Որսագողը 1983 թվականին ծնված Գառնի գյուղի բնակիչ, ջրային մատակարարումների պահպանության ծառայության աշխատակից Նորիկ Սարգսյանն է։ Նա սեպտեմբերի սկզբներին Կաքավաբերդին կից տարածքում ճոպաններով ծուղակ էր պատրաստել ու մոտ է եղած զենքով գիշերով սպանել թակարդն ընկած արջին, իսկ օրեր անց համարյա նույն տեղամասում նրա զոհն էր դարձել նաև Բեզոարյան այծը։ Նացել են որսի թակարդ եմ դրել, այդ արջան թակարդում։ Թակարդը դրեցի, գիշեր արջը ընկել է մեր ձեն անեց։ Իրացի կրակեցի սոտկով մորթեցի, փորը հանեցի աղուտները մոքրեցի, կտրտեցի, լսես հույսապարկս, շրկեցի։ Քանի կիլո կներ արջան։ Մոտ 25 կիլո։ Այսինքն քոթոտ էր։ Քոթոտ էր։ Երկու օր հետո գնացել եմ քարայցի հանդիպավ։ Նույնիսկ այդ ակուրատնի մորթեցի, կտրտեցի, լսես հույսապարկս։ Նորիկ Սարգսյանը խոստովանել է, որ շուրջ 1 տարի զբաղվում է արգելված որսով և որսամսի վաճառքով։ Սարգսյանի կացարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են որսորդական երկփողանի հրացան և կարաբին, որսորդական այլ պիտույքներ, արջի յուղ և այլն։ Կատարվում են համապատասխան փորձարարական գործողություններ, ճշտվում են դեպքի հանգամանքներն ու հասցված վնասի չափը։ Քննությունը շարունակվում է։